Բարի օր ժողովուրդ ջան, մենք նորից մեր հարգելի Հավելիք Մելիք Սարգսյանի մոտ ենք, ուրեմն ինչ առիթ եղավ, այսօր զանգեց, թե կուզեմ քեզի իր գրած մանագրաֆիան, որ նոր ցեզի ներկայացրել եմ, շատ հետաքրքիր գիրք է, ուրեմն փաստերով լիքը փաստերի վրա հիմնված, ուրեմն կուզեր ինձ նվեր տար, ես էլ սի առիթը օգտվիմ, Բարև ձեզ, պարոն Մելիք Սարգսյան, մի հատ երկու բառով ձեր գիրքը մեր հանդիսատեսին ներկայացրեք, չնայած ես հետո մանրամասները կպատմեմ էլի։ Բարև ձեզ, հարգելի Արտաշես, ճիշտ ասած երկու բառով գիրքս հնարավոր չէ ներկայացնել, որովհետև շատ բան է։ Իր ուրեմն ընդգրկվածությունը, ընդգրկուն նյութերը շատ հարուստ են, որովհետև վերաբերվում են Շիրակ աշխարհի, այսպես ասած, կարող եմ այս պահին ցույց տալ եւ հետո փորձենք իրանել եւ մեր համակարգացիների։ Մի հատ մաբլոշկեն ցույց տվեք, որ տեսնին, հետո ես խոշոր ֆոտոն կտնեմ, հա։ Այո, Շիրակի պատմամշակութային հուշարձանները իմ գիրքն է, ուրեմն որովհետեւ հավատակ որ հեղինակ ես եմ, ես հետևի կողմից, ես ասում եմ, это тоже я։ Լովյան։ Ուրեմն սա իմ 10 տարվա գիտական աշխատանքի արդյունքն է, որի համար ես ինքս որպես հեղինակ շատ գոհ եմ, բայց ամենակարևորն է, որ ինչպիսի ուրեմն տեղերում որ գիրքը եւ նվիրատվել են եւ ուզեցել են եւ այսինքն ես նաեւ իրականացրել եմ ոչ միայն հեղինակային գրքի ստեղծագործական գիտական ուսումնասիրության հարցը, այլ նաեւ հանրահրճակմամբ զբաղվել, այսինքն գիրքը առաջին հերթին բաժանել եմ այստեղ Գյումրիում համարյա բոլոր գրադարաններին, ինչքան որ այստեղ կա գիտական հիմնարկներին, Շիրակի պետական համալսարանին եւ ասեմ նաեւ Երևան Մատենադարան, Պատմության ինստիտուտ, ուրեմն բոլոր տեսակի ուրեմն գիտական եւ այլ մշակութային միջազգային կազմակերպություններ եւ այլն, ինչպես նաեւ ինձ հետ տարել էի Ամերիկա անցյալ տարի եւ նույնպես ինձեւի հայկական մշակութային ժառանգությամբ զբաղվող կազմակերպություններին եւ անհատներին եմ նվիրել։ Խնդիրը ինչու՞մ է կայանում։ Մենք ունենք առանձին մեր Շիրակ աշխարհի մշակութային ժառանգության վերաբերյալ տարբեր ուղղություններով լուրջ մասնագետների ուսումնասիրություն, բայց ես կարողացա 10 տարվա ընթացքում հավաքել ամբողջ Շիրակ աշխարհի ամբողջ հուշարձանային ժառանգության վերաբերյալ ինֆորմացիա։ Եթե երկու թիվ ասեմ, տեսնեք որ թե ինչքան հարուստ է մեր մշակութային ժառանգությունը, պատկերացրեք միայն հիմա ասենք թե Շիրակի մարզի 100-ից ավելի համայնքներում պետականորեն 2004 թվականի հուշարձանների պետական ցուցակով ընդգրկված է 2500-ից ավել հուշարձաններ։ Սա 2500-ը կան այդտեղ, թե չի։ Այո, ուրեմն շարադրանքի գիտական ներկայացման տեսակետից կա, դրա համար ասենք թե քիչքը ստացվել է բավականին, այսպես ասած, հաստափոր, ինչպես որ ասում են, եւ ծանր 500-ից ավել եւ բնական է 2500 ասենք թե այդ թիվը հուշարձանների ուրեմն հզորության մեր մշակութային ժառանգության մասին ես այս գրքից մեջ ընդգրկել եմ 1000 մոտավորապես 200-ից ավելի լուսանկարներ։ Ուրեմն ասելիքս որն է, ուրեմն ընդգրկված է եւ այս պահին մեր Շիրակ մարզի Շիրակի համայնքի այդ ու նաեւ առանձին Գյումրի Ալեքսանդրապոլ քաղաքի հուշարձանային ժառանգության ուսումնասիրությունը եւ ճիշտ ասած իմ համար ամենամեծ կարելի ասել առաքելություն նաեւ այն էր, որ տարիների ընթացքում այցելելով մի քանի անգամ մեր պատմական ուրեմն Շիրակ աշխարհը արդեն Ախուրյան գետի մյուս ափին մեր թողած կորուսյալ աշխարհի կարելի ասել հուշարձանային ժառանգությունը իմ գրքի մեջ ընդգրկել եմ նաև ամբողջ արևմտյան Հայաստանի Շիրակ աշխարհի արևմտյան ցույց տալ, հետո կխնդրեմ անպայման ցույց տալ այս բովանդակությունը։ Ուրեմն սկսված Անիմայրը քաղաքից մեր այլ հուշարձանային հզորագույն ժառանգություն հանդիսացող Բագարան, Բագնայր, Խցկոնք, Հռոմոս եւ այդ բոլոր շարքերի
հայկական ճարտարապետության կոհարները։ Այս երկու մեր արհեստականորեն առանձնացված պատմական Հայաստանի, պատմական Շիրակի, Շորագյալի եւ մեր Շիրակ աշխարհի հուշարձանային մշակութային ժառանգությունը ես մեկ գրքով կարողացա, գիտեք, խնդիրը նպատակը որն եմ տեսնում, փոխանցել մեր սերունդներին։ Շատ կարևոր գործ է։ Որովհետեւ իրանք գիտենան թե ինչ հարստության մշակութային ժառանգության տեր են։ Հիմա ասենք թե երբեմն կարելի է շատ գեղեցիկ, ուրեմն վերամբարձ խոսքերով բանական է ներկայացնել ասել, բայց մինչև որ չես հանձնում, ինչպես ասում են, թղթին, գրքին կամ այսօրվա արդեն ժամանակակից տեխնոլոգիաների տեսակետից թվայինացված ինտերնետային եւ կոմպյուտերային մշակույթներին, ուրեմն այդ ժառանգությունը պահպանվելու արդեն երաշխիք ունի։ Ես կատարել եմ իմ ուժերի ներածչափով այդ հուշարձանային ամբողջ ժառանգության ուսումնասիրությունը, գիտական ուսումնասիրությունը, որովհետեւ պահպանվի եւ սերունդ փոխանցվի, հատկապես վերջի տարիներին բավականին լուրջ եւ հաճելի տենդենս եմ տեսնում, որ ինչքան շատ տուրիստական զբոսաշրջային մեծ խոսք կա կոնկրետ Գյումրի քաղաք եւ Շիրակ աշխարհ, որովհետեւ մեզ նաեւ կարելի ասել դասագիրք է այդ ոլորտում զբաղվող մարդկանց, գիտերին, զբոսավարներին, որովհետեւ իրանք ճիշտ կերպով գրագետ շատ կարևոր է, որովհետեւ ես շատ բաներ տեսել եմ, ես այդ խոսքի օրինակ կարող եմ ներկայացնել մի քանի էպիզոդներ եւ մեկ հիմնական թերություն էլ ասեմ, ոչ թե թերություն, երևի աշխատանքի ոչ ճիշտ մոդելում է, ասենք արտասահմանից կամ այս վերջերս, ինչպես ասեցի, մեծ հոսք կա հատկապես Հայաստանի տարբեր քաղաքներից եւ մարզերից, որտեղ ռուսներով, երեխաներով, աշխատանքային կոլեկտիվներով գալիս են, ես տեսնում եմ, որ ցավոք սրտի տուրիստական խմբի ղեկավարները կամ այդ տուրիստական կազմակերպությունը հիմնականում շեշտը դնում է Գյումրի քաղաքի կամ Գյումրի շրջակայքի հուշարձանային ժառանգության ներկայացման եւ այցելությանը, որը իհարկե շատ թերի երևույթ է, կարծիք կազմելու Շիրակի հուշարձանային ժառանգության հզորության մասին։ Ինչու եմ այսպես ասում, որովհետեւ քիչ առաջ հիշում եք ասեցի, որ 2500 հուշարձան կա եւ միայն Շիրակի մշակութային ժառանգությունը, հուշարձանային մեր մշակութային ժառանգությունը Գյումրի, Ալեքսանդրապոլ կամ շրջակա գյուղերի հուշարձաններով ներկայացնել, դա ուրեմն մեր Շիրակի մշակութային շատ հսկայական աշխատանք է։ Թերացում կարող է ստացվի եւ որպես դրա ապացույց ես այսօր ցեզ կներկայացնեմ մի յուրահատուկ հուշարձան, պատկերացրեք, ես ասեցի 2500 հուշարձան։ Ամեն մի գյուղ այցելելից, ամեն մի բնակավայր գնալուց դու կհանդիպես մեր պատմության հետքերի, մեր նախնյաց կերտած կոթողները։ Եթե մեկ օրինակ բերեմ, որ ասենք թե ինչպիսի հզոր հուշարձանային ժառանգություն կա միայն, ասենք թե Սառնախբյուր գյուղում, այդտեղ 100-ից ավելի պետական ցուցակով հուշարձաններ կան, որը ընդգրկում է մեր թվարկությունից առաջ հզորագույն ուրեմն հուշարձանային ժառանգությունը, միջին դարեր եւ ժամանակակից դրանց միայն մի օրինակը որ ներկայացնեմ, դա Գրիգոր Լուսավորչի ճգնություն ապրած Քարանձավի արկայությունն է, որ ասում են ժողովրդական լեզվով զաղա, որի հրաշագործ ջուրը, բուժիչը, հասկանում եք, դա ոչ միայն տուրիստական հետաքրքրություն պետք է իրենից ներկայացնի, այլ մարդկային ժառանգության եւ այդ մեր հզորագույն ավանդույթների հետ կապվելու, գիտակցելու, շփվելու այդ կենարար ջուրը խմելու համար։ Սա մեկ, այդպիսի հզորագույն հուշարձաններից է նաեւ, ասենք թե մենք շատ ենք լսել կամ ասենք թե երբեմն դուք էլ գնացել եք ասենք թե Գյումրիից դեպի Արտիկ քաղաք, Արտիկի շրջանը, Արտիկը նույնպես հզորագույն մշակութային ժառանգություն է ընդգրկում Հարիջով, բայց ճանապարհին երբ գնում ես Խորոն գյուղի մասին եմ ասելու, Խորոմից դուրս ես գալիս, այդ փոքրիկ ցախի վրա լճակ կա, այդ հատվածում, եթե մեքենան կանգնեցնեք եւ մի փոքր սարի վեր բարձրանաք,
կզարմանաք, որովհետև կհանդիպեք ուրեմն համարյա 4000 տարվա պատմություն ունեցող Բեշտա քաղաքի Խալաչի են ասում 4 հեկտար տարածքով փողոցներով բնակարանների արդեն պեղված շենքերով կրկի մեջ կա գնայեք էլ չեմ ասում զոհասեղանով եւ զարմանահրաշ ուրեմն քարի վրա կարելի ասել միստիկ քանդակներով այսինքն ասելիքս այն է որ ամեն մի քայլափոխին Շիրակ աշխարհի ամեն մի գյուղի մեջ կա յուրահատուկ եւ մեր պատմական ժառանգության կերտված մեր ոսկեծերի ուրեմն վարպետների կերտած հուշարձաններ եւ իհարկե ամենահզորագույններից մեկը գիտեք մեր մշակութային հուշարձանների ժառանգության մեջ բաժինը հասնում է Տտար ճարտարապետի իմ գրքի մեջ առանձին կա իր հուշարձանային կերտած կոթողները հիմա կարող ասեք թե Մելիք Սաքսյան Ավետիքը հիմա պետք է խոսի Տտար ճարտարապետի մասին Անիմայր քաղաքի կաթողիկ եկեղեցու մասում դրա հոգևոր ժառանգությունը ուրեմն վերսրած շարունակած Ալեկպոլցի Թատևոս Սանդիկյան Արտար Մանուկ եւ մեր համակարգացիների մեծագործությունը որ կորզանումից փրկելու համար գիտեք 14 տարվա ընթացքում գնաց է նմանատիպ ոչ թե ճարտարապետական կրկնության տեսակետից, այլ հոգևոր ժառանգության տեսակետից, այնպիսին ինչպիսին ես երևի ասել եմ կամ ասեմ, այդ խորհուրդը հոգևոր իմ քրքի հենց կազմի վրա է պատկերված։ Այսինքն եւ այդ մեծագործությունը դարձած որպես հայկական ճարտարապետական դպրոցի 3 դպրոցներից ամենաբարձրագույնի ներկայացուցիչը, ես ճիշտ ասած այսօր Ես ուզում եմ ավելի մի յուրօրինակ հուշարձանի մասին ներկայացնել։ Ես կուզեի կակրած այդ թեման շատ հետաքրքիր։ Արդեն մոտավորապես հասկացա, որի հետ եք, հենց այդ թեման ես կուզեի նույնիսկ մենք տեղում մեջ տայինք նկարեինք, բայց քանի որ տեխնիկապես հլոր ավելի Եթե եղանակային պայմաններն անպայման կնան, բայց իմ ներկայացվածը եւ ձեր կողմից հանրահրճակվածը բավական կլինի, որ մեր ասելիքս որն էր տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչները, երբ որ ասենք թե նախագծում են գալ Շիրակ աշխարհ, անպայման այդ մի քանի կարևոր տեղերը, որովհետև հիմա մի այդ հուշարձանի մասին որ խոսեմ, նման յուրահատուկ հուշարձան, ես ասենք թե առավել եւս Շիրակ աշխարհում չեմ ասում Հայաստանի տարբեր մարզերում եւ երևի աշխարհում չեմ տեսել, որ այդքան շրջագայել են